Դեռ նախորդ շաբաթ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ընթացքում, որով վարորդների տուգանային 9 միավորը 13 դարձավ, հայտարարել էր, որ այնուամենայնիվ պետք է որոշ իրավախախտումների դեպքում ավելի խիստ մոտեցում լինի։ Օրինակ ես համարում եմ, որ մենք շատ լուրջ ազդանշանների հետ կապված նաև պետք է մի հատ հասկանանք այդ սիգնալ տալը, այդ որ մեկը սիգնալ է տալի, այն մյուսը ավելի երկար սիգնալով պատասխանում է, հետո այն մյուսը մի հատ երկու հատ կարճ է տալի, մի հատ երկար սիգնալ, մի ամբողջ լեզու է ձևավորվել սիգնալով իրար հայհոյելու եւ իրար հետ հարաբերություններ բաժելու մեքենա վարելու ընթացքում, որը հետո վերածվում է կռվի առիթ է դառնում, ռասբորկեքի առիթ է դառնում։ Եկեք հասկանանք, Երևանի պես փոքր, ցածր շենքեր ունեցող եւ խիստ բնակեցված քաղաքում տարեցներ կան, երեխաներ կան քնած եւ այլ, այդ իրար սիգնալ տալը, եկեք խստացնենք։ Երաշտությունն է, նույնը երաշտություն, հենց տպավորված մեքենաներ են անցնում, տպավորությունն է, որ հենց նոր խորովածը բերել են հենց այդ մեքենայի մեջ ու նշում են այդ փուճուր երկշախումբ է, նվագախումբ է նստած, ասենք, այդ ի՞նչ է։ Հիմա որ մշակույթ չձևավորենք, ով պետք է անի դա։ Սիմոնյանը մարտի 11-ին գրառմամբ հայտնել է, որ արդեն սկսել է գործընկերների հետ աշխատել այդ օրենսդրական կարգավորման վրա։ Երևանում եւ մյուս քաղաքներում մեքենաների միջից հնչող բարձր երաժշտությունը անհարկի ազդանշաններ տալը օրվա յուրաքանչյուր ժամերին, ինչպես նաեւ խլացուցիչների փոխարինում ավելի բարձր ձայն ստանալու համար պետք է ավելի խիստ օրենսդրական արձագանք ունենան։ Ընդհուպ կարգազանցի բարձրախոսների աուդիո համակարգի եւ ազդանշանի առգրավմամբ զուգորդված բարձր տուգանքով հայտնել է նա։ Արարատ Նյուզը հարցում է անցկացրել քաղաքացիների եւ վարորդների շրջանում, հասկանալու համար ինչպես են վերաբերվում դրան։ Առաջարկում է խիստ պատիժ սահմանել մեքենաների անհարկի ազդանշանների, բարձր երաժշտության կամ խլացուցիչների ձայնի հետ կապված, ինչպես եք վերաբերվում։ Նշանակ ճիշտ կլինի դա։ Դա դաժե Անգարում է ձեզ օրինակ։ Անպայման։ Կաղապատայի ես միշտ ընդհանում եմ, մեկ էս մի հատ ունես կայնացած կարմիր լույսի տակ մի հատ ունես սիգնալ ատալ, որ անկախ քեզանից դու վախենում ես։ Նաև գլուխի ծելների հետ կապված կարող է առգրավեն մարդկանցից։ Դու առգրավն է, ճիշտ է, դա վատ բան չի, մեքենան պետք է հանգիստ փափուկ երթևեկելու համար, ոչ թե կողքին ինչ-որ շենքը մարդիկ գնաց կան դռռալով էտա։ Դա սիրուն չի։ Դա իմ այո, ինչ ասեմ, ամեն մարդ իր կարծիք ունի։ Չունի, ցերեկներ չի կարելի։ Քաղաքում ամեն մեկը մի գալիս են դղդղկալով, սքի կարելի ասել մի բանի տերա։ Ոնց կարելի այդ երաժշտությունը։ Նաև այդ գլուխի ծելների հետ կապված։ Դե նույն աղմուկն է, էլի։ Նույն աղմուկն է։ Իսկ երաժշտությունը ընդհանրապես բարձր չի կարելի, դու լսում ես մենակ քո համար լսի։ Ինչ իմաստ ունի, որ բոլորը իմ ճաշակը ուրիշ է, քոնը ուրիշ է, ընկերս։ Ոնց կարելի է ստիպել, որ լսես այդ երաժշտությունը մեկին։ Այո։ Իսկ շատ է լինում, որ մեքենաները խանգար են։ Դե հիմա այդքան շատ չի, բայց լինում է։ Կարգապահ են ավելի դառել։ Բայց հիմնականում ինչ են անում օրինակ։ Ազդանշանային, երկեր, բարձր, անորակ, ռաբիս։ Շատ վատ, շատ պետք չի բան անել այտենց մարդկության մեջ, ամեն ինչը չափի մեջ։ Սիգնալներ, որ դες խանգարի բարձր երթ։ Երեկոյան ժամերի մասին է խոսքը։ հա, հենց երեկոյան։ Չնայած ես չեմ հանդիպել, բայց դա ճիշտ չի, որ ան սիգնալները ուժեղ տալի անցնում են։ Իսկ կողմ եք, որ տուգան են դրա համար։ Դե մարդկանց կրպանին թող չգտնեն։ Մոտ են վերաբերվում իրականում այդ անիմաստ աղմուկներին։ Եթե օրենքը գործի ու լինի, ված չէ։ Բայց այն խելամիտ սահմաններում տուգանք էլի։